ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից եւ ինչպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարեց մի падգամավոր Գագիկ Մելիքյան, ով հանրությանը ավելի շատ հայտնի է Տիլի Գագո մականունով, որովհետեւ երբ որ ԿՊ-ական Վահագն Ալեքսանյանը կներեք այս բարի համար տրուսիկ եւ մայկաչուներ, դրա մեղավորը Տիլի Գագոն էր, որովհետեւ նախկին իշխանության ժամանակ ինքն էր թիկունքի մատակարարը։ Հիմա Տիլի Գագոն ասում է, թող ռուսները մեզ չվախեցնեն, գազերը կանջատենք եւ աթար կվարենք։ Սրան ինչ կասես։ Ես միանում եմ, ես այս մի հարցով երևի աննախադեպ բան տեղի կունենա, ես կմիանամ այդ անձանց, չնայած ես օրինակ փողոցում մարդու վրա չէի թքի, բայց այս մի հարցում ես կմիանամ, այո, միանում եմ, տղամարդու խոսք եք տվել, դուրս եկեք։ Ես հենց հիմա պահանջում եմ, այս շաբաթ հայտարարեք, որ դուրս եք գալիս ԵԱՏՄ-ից եւ անմիջապես անցեք եվրոպական եւ շուկայի, եւ ֆինանսական միջոցների, եւ անվտանգության երաշխիքների։ 8 տարի է դուք այս դերասաններին բերում եք, այդ ստի ռեֆերենդումն եք անցկացնում, որի վրա ծիծաղում է ամբողջ աշխարհը, որ մենք Եվրոպայի մաս կդառնանք։ Արեք, այսքան խոսացել եք, դե արեք, դե ցույց տվեք, որ դուք լուրջ մարդ եք։ Ես միանում եմ, թող հենց հիմա հայտարարեն, որ դուք եք գալիս։ Իսկ այն մարդկանց, ովքեր ապրում են, ես էլ ասեմ, Նայրա ջան, այն մարդիկ, ովքեր ապրում են Ռուսաստանում, ես ձերանց տեղը լինեի, ես հիմա արդեն ապահովեի իմ վերադառնալու տեղը Հայաստան, որովհետև եթե դուք կարծում եք, որ դուք 35 տարի Հայաստան եք պահել, ձեր փողով, ձեր մթերքով, ձեր դեղամիջոցներով, այդ բոլոր պրոյեկտներով, որ դուք անընդհատ այդ 5 միլիարդ դոլար ամեն տարի ուղարկել եք, որ Հայաստանում ձեր ազգակիցները սովից չմեռնեն։ Եթե դուք կարծում եք, որ ձեզ ինչ-որ մեկը շնորհակալություն կասի, դուք չարաչար սխալվում եք։ Մարդկանց մեծ մասը պարզվում է, չի հիշում ոչ մի բան, ոչ ձեր օգնությունը կհիշեն, ոչ ձեր բարիությունը կհիշեն, ու ձեզ ասենք մի շաբաթով ինչ-որ ռասկլադուշկա կտան, հետո կասեն, դե դուք ձեր գլխի ճարը տեսեք։ Եվ եթե տասնյակ հազարավոր հայեր վերադառնան Հայաստան, մենք շատ լավ գիտենք ինչ է լինելու, որտեղ մենք տեսանք ինչ եղավ, երբ 100,000 ռուս IT-շնիկ եկավ Հայաստան, բնակարանների գները 3 անգամ բարձրացան։ Դու պատկերացրա ինչ է լինելու բնակարանների գինը հիմա, երբ որ մեր հայրենակիցներին դուրս հանեն Ռուսաստանից։ Դրա համար ասում եմ, հիմիկվանից զանգ տվեք ձեր ընտանիքի անդամներին, գուցե նրանք հիշեն, որ դուք 35 տարի Հայաստան եք պահել, Յակուտիայում -40 ջերմության պայմաններում ցեմենտ եք թափել, ասֆալտ եք գցել, այս ծանրագույն պայմաններում աշխատել եք Ռուսաստանում, որ պահեք Հայաստանը, ձեզ ոչ ոք չի հիշի։ Հետո, եթե թույլ տաս, այդ որ բանը կոնստիտուցիան փոխում են, մեր հիմնական օրենքը փոխում են, սահմանադրությունը, որպեսզի սփյուռքը այլևս սփյուռք հայերը չկարողանան արտոնյալ պայմաններ ունենան մեր քաղաքացիությունը ստանալու համար։ Մի հատ հիշենք, երբ որ դուք սփյուռքի սարքած կասկադով ֆրֆռում եք, երբ որ դուք գալիս եք իջնում եք սփյուռքի սարքած օդանավակայանը, երբ որ դուք գնում եք սփյուռքի սարքած այդ ճոպանուղին, տաթևը, որ մեկը ասենք, Նայրա ջան, դու լավ կիմանաս, եւ Երևանի ասֆալտը գցած, Քրկ Գրիգորյանի, Lindsay Foundation-ի գցած ասֆալտը, 35 տարի, որ ամեն շաբաթ բաներ ինքնաթիռ էր գալիս, սփյուռքից ձեզ սնունդ էր բերում, որ դուք սոված չմեռնեք։ Այդ ամեն տարի, որ գնում եք ընդ սփյուռքի մարաթոններ եք անցկացնում, որ էլի փող վերցնեք սփյուռքից։ Պարզվում է դա ոչ ոք չի հիշում, Նայրա ջան։ Դու ավելի լավ կիմանաս, էլ ինչ պրոյեկտներ եք։ Իհարկե, ամբողջ Արցախը Հայաստան հիմնադրամով սփյուռքի բարերարներով է կառուցել եւ հիմա ասվում է, որ սփյուռքը պիտի օտարվի, բայց նաեւ այստեղ մի բան կա, էլի Արտուր ջան, հավելելով քո կոչին ուղված մեր հայրենակիցներին, իրանք պետք է արագացնեն, որտեւ հիշի Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը խոսեց նաեւ Հայաստանի հետ օդային սահմանը փակելու մասին։ Ասեց, եթե դուք գնում եք ԵՄ-ի հետ մերձեցման, ԵՄ-ի հետ մենք օդային սահման չունենք, դա ենթադրում է, որ Հայաստանի հետ եւս չենք ունենալ օդային սահման։ Ես այսօր բացեցի Զվարթնոց օդանավակայանի չվերթների չվացուցակն էի նայում, թե օրական Երևանից Ռուսաստան, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Մինվոդի եւ նաեւ Գյումրի օդանավակայանից տարբեր քաղաքներ ռուսական օրական քանի չվերթ է գնում եւ գալիս եւ հարցրեցի լինում է չվերթ բորդ, որը ասենք լինի կիսադատարկ, հատուկ հարցրել եմ, ասեցին, բա ինչ եք ասում, դա անհնար է, այսինքն պատկերացնում եք, չէ, նաեւ դրա հետևանքները, բայց նաեւ ուզում եմ արձագանքել, այո, ես էլ դուք էլ համաձայնենք, դու էլ համաձայնեք եւ այո, կոչ ենք անում դուրս գալ աթար վարել, բայց Արտուր ջան,
Ստեղ խնդիր է լինելու աթար վառելու հետ կապված, չնայած Տիլի Գագոն սենց հպարտ ասում է մենք աթար կվառենք, աթար վառելու համար պիտի ունենալ շատ խոշոր, ուրեմն անասնաբուծական ֆերմաներ, բայց մենք տեսնում ենք կա վիճակագրություն, թե Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը ինչքան է պակասել, իսկ ինչու է պակասել, որտեղ արոտավայրերն են պակասել, իսկ ինչու են արոտավայրերը պակասել, որտեղ թե Սյունիքում, տեղ գյուղի հատվածում, թե նաև Կիրանցի հատվածի արոտավայրեր որոշ, այսպես կոչված սահմանազատման արդյունքում տրվել են ադրբեջանցիներին, մարդիկ այլևս նպատակահարմար չեն համարում անասուն պահելը, ավելին դա դոմինոյի էֆեկտով ազդել է նաև, քանի որ գլխաքանակը պակասել է, սա էլ ասեմ, որտեղ յուրաքանչյուրս դա մեր մաշկի վրա զգում եք, աննախադեպ աճել է մսի գինը, եւ խոզի, եւ տավարի, աննախադեպ աճել է, բայց դա դեռ վերջը չէ, պատկերացնում եք, որ ռուսները այսպես հետևողական համար գնան եւ փակեն օրինակ Լարսը, միատասնա ինչ կլինի էլի։ Նայրա ջան, նրանք Լարսը փակելու կարիք էլ չունեն, եթե նրանք օթային հաղորդակցությունը կանգնեցնեն, եթե տասնյակ հազարավոր հայեր ստիպված լինեն գալ Հայաստան, այսինքն մարդիկ հասկանում են, չէ, եթե մենք ԵԱՏՄ-ում չենք, մենք որևէ արտոնություն Ռուսաստանում չենք ունենա աշխատանք ստանալու։ Բոլոր աշխատանքային կոնտրակտները խզվելու են, իրենց ասելու են դուք պետք է գնաք, ասենք ինչ որ հեռավոր քաղաք, այնտեղ ինչ որ թղթեր ձևակերպեք ամիսներով, թե չէ մենք ձեզ կվթարենք Ռուսաստանից, դեպորտացիա կենթարկենք, եւ տասնյակ հազարավոր, եթե ոչ 100 հազարավոր մարդիկ հետ են գալու Հայաստան, եւ նրանք եթե դա չանեն օդանավակայանով, անելու են Լարսով, այսինքն այնտեղ մի քանի շաբաթվա կամ ամսվա հերթ է կանգնելու։ Իսկ մերոնք ոնց են հերթ կանգնում, դուք գիտեք։ Նայրա ջան, հիմա մի հարց, դու ոնց ես կարծում, եթե այս կատաստրոֆան լինի, ես ասեցի, նորից եմ ասում, համաձայն եմ, այսօր էլ արեք։ Եթե դա լինի, ես երկու ձեռքով եմ կողմում։ Այո, վերջապես պետք է անել, փորձել, չէ՞, Նայրա ջան, ոնց կարելի է 8 տարի մի բան ասել եւ չանել։ Պետք է անել։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը իր մաշկի վրա զգա, ինչ է նշանակում, օրինակ, այս մեր այսին փոքր տանը, ես ձմռանը գազի սպառման համար վճարում եմ միջինացված 30,000 դրամ։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ թիվ ես ասում։ Սպառնալիքը իրականացնի եւ գազը մեզ վաճառի այն գնով, ինչ Եվրոպային $600, այսինքն այս փոքր տունը տաքացնելու համար ես այլևս պիտի վճարեմ 30 անգամ 3.5 ու 4 մոտ 100,000, ուրեմն 110,000 դրամ։ Այո, ես էլ իմս էլ մոտավորապես 30-35 պլյուս էլեկտրականությունն էլ է թանկանալու։ Այսինքն այո, այն մարդը, որը վճարում էր 40,000 դրամ, վճարել է 120,000 դրամ։ Այսինքն մեր թոշակառուներին ավելի լավ է գնդակահարենք, որ չտանջվեն։ Մի անգամից մեռնեն, այդքան ցավ չեն։ Ես ինքս եմ եղել Արտուր գյուղերում ձմռան ամիսներին շատ եմ լինում եւ նույնիսկ այս գնով, այս արտոնյալ գնով մարդիկ չեն կարողանում վճարել, համատարած ընտանիքներ կան, որ գազ, ասում են գազ չունենք, տանը գազ չկա, ասում է չէ ունենք, չենք կարողանում վառել, որովհետև 10-12 հազարներ չենք կարողանում վճարել եւ իրապես աթար են վառում։ Հիմա պատկերացնում ես, այս համատարած աթարացումը գնալու այն դեպքում, երբ որ աթարել չկա, չի լինելու, չկա այդքան անասուն խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր անասուն չկա։ Եթե գնանք այդ ցնդաբանության հետևից, որ պիտի Երևանի կենտրոնում աթարով տուն տաքացնել, այդ աբսուրդ է, հա, այդ ասենք ես չգիտեմ, իոնեսկույան ինչ որ սյուրի հետևից գնանք ռեալիստական, դա այլ հնարավոր չի։ Բայց ես համաձայն եմ քեզ հետ, ի վերջո ժողովուրդ նաև բոլոր հարցումներում կա, չէ, որ մենք չենք կլինելու ռսիստրուկ գուբերնիա, չգիտեմ, Կալպակի տակ, ես համաձայն եմ, ես երբևէ ինձ ռսիստրուկ չեմ համարել, ես երբևէ ինձ գուբերնիայի վաստակ չեմ համարել, ես ինձ համարել եւ շարունակում եմ համարել եվրոպական արժեքներ կրող մարդ, ով լավ գիտի, որ եթե մենք ազգովի, չգիտեմ քանի միլիոն ենք, 2.5-3 սենց նստենք, ծնկած աղաչենք, Եվրոպան մեզ չի ընդունելու, ոչ միայն մեզ, որևէ երկրի Եվրոպան չի ընդունելու, ինքը իր սահմանները ընդլայնելու օրակարգ չունի առաջիկա մի քանի տասնամյակում, ես որպես Եվրոպայի մարդ, այդուհանդերձ
կողմ են, ինչպես եւ դու, եւ կոչով դիմում ենք Հայաստանի իշխանություններին հենց երկուշաբթի օրը դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից։ Նաիրա ջան, երկու հարց։ Առաջինը Թուրքիան, Ադրբեջանը, Սլովենիան, Հունգարիան նրանք վատ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, թե ավելի շատ բարյացակամ գործընկերային։ Ավելի շատ բարյացակամ հարաբերություններ ունեն եւ մենք տեսնում ենք եւ Հունգարիայի վարչապետի եւ Սլովակիայի, Սլովենիայի եւ մյուսների ղեկավարների կոշտ գնահատականները նույն ռուս-ուկրաինական պատերազմում, որը սկսել են արդեն կիսել Իսպանիայի ուրեմն քաղաքական ղեկավարությունը եւ որոշ դեպքերում մենք տեսանք նաեւ Մերցի ուրեմն գնահատականը նույն Թրամփ եւ Իրան այս հակամարտության ուրեմն կոնտեքստում, այսինքն եւ նույն Մակրոնը ինքը տեսնում ես քանի անգամ այդպես ռևերանս է արել, որ պատրաստ է երկխոսել Ռուսաստանի հետ եւ սա հասկանալի է։ Հիմա Օրբանը, Հունգարիայի պրեզիդենտը, Սլովենիայի պրեզիդենտը, անունը չեմ հիշում, Էրդողանը, Ալիևը, որոնք ունեն հիանալի հարաբերություններ ռուսների հետ, նրանց ստիպում են, որ նրանք կամ Եվրոպա լինեն, կամ Ռուսաստան։ Եվ երկրորդը, նրանց որևէ մեկը ասում է, որ նրանք ռուսաստրուկ են, կամ որ Հունգարիան գուբերնիա է դարել, կամ որ Սլովենիան կամ Ադրբեջանը Ռուսաստանի գուբերնիա են դարել, մենակ այն պատճառով, որ չեն կռվում ռուսների հետ։ Այսպեսի բան դու լսել ես։